Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել։ arm.radio.am կայքը, on-line ռեժիմը, live stream-ը դիտելու եւ լսելու հնարավորություններով։ Տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հենց հիմա հրավիրում եմ Facebook-յան հարթակ հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Edge, որտեղ մեզ կկարողանաք կրկին դիտել, լսել ու նաև մեկնաբանություններ թողնել հատուկ հատկացված բաժնում, ես դրանց հետևում եմ եւ հետաքրքիր հարցերը կուղեմ մեր այսօրվա հյուրին։ Իսկ մենք զրուցելու ենք բժիշկ ռեանիմատոլոգ, անեսթեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանի հետ։ Ողջույն, Հայկ։ Հարավձեզ։ Վերջապես կրկին հանդիպում ենք այս ստուդիայում, մենք ձեզ հասցնում ենք կարոտել եւ այո, արդեն քանի տարի ենք մենք ձեզ հետ եթեր անում, Հայկ, երևի 11, այսինքն ես ինչ 12-րդ տարին է հիմա սկսվելու իմ այստեղի փորձառության եւ այդքան տարի հաստատ յուրաքանչյուր տարին մեկից երկու անգամ դուք գալիս եք եւ քանզի այսօր ձեզ ներկայացրել եմ որպես վերակենդանացման մասնագետ, նույն ինքը ռեանիմատոլոգ եւ անեսթեզիոլոգ, այսինքն անզգայացման մասնագետ, եթե կարելի է այդպես ասել, մենք երկուսից էլ խոսելու ենք այն ամենի մասին, ինչ պետք է իմանալ, այսինքն ես այստեղ ենթադրում եմ, որ լավ կլինի յուրաքանչյուրս որպես քաղաքացի, սթափ, գիտակից եւ գրագետ որոշ գիտելիք ունենանք այս երկու մասնագիտացումների մասին։ Եվ ինչու ոչ գրագետ լինենք, մի այսպիսի հարց։ Այ օրինակ ռեանիմացիայի վերակենդանացման բաժնում մարդիկ հայտնվում են շատ ծանր վիճակում, երբեմն անգիտակից վիճակում։ Ինչու եք դուք կարևոր համարում այնուամենայնիվ ինչ որ տեղեկություններ եւ գիտելիք ունենալ այս մասին, չէ՞ որ սա ուղղակի կոնսուլտացիա չէ, ուղղակի, չգիտեմ, հերթական սկրինինգային հետազոտություններ այստեղ չկան։ Ամեն ինչ կախված է հենց ձեզնից, բժիշկներից։ Ինչու լինել այդ դեպքում գրագետ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք, որովհետև հիմնականում խոսում են, լուսաբանվում են մասնագետներ, որոնք կատարում են կոնկրետ վիրահատություն, այսինքն տեսանելի արդյունքով կամ շոշափելի արդյունքով եւ մեր մասնագիտությունը միշտ կարծես թե մնում է ստվերում, կարծես թե ես թույլ չեմ տա լուսաբանման տեսանկյունից քիչ են խոսում ազգայացման մասին, քիչ են խոսում վերակենդանացման մասին, այն պարագայում, որ դա մարդու կյանքի հետ անմիջականորեն շփվող մասնագիտություն է եւ ինչ է կարեւոր, որ մարդիկ իմանան ընդհանրապես սա ինչ մասնագիտություն է, ինչ ենք մենք անում, դժբախտաբար բուժառուն մեզ չի դիմում, այսինքն վերակենդանացման, հիմնականում կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում արդեն բուժառուին մոտ բերում են համապատասխան բժշկական հաստատություն եւ այստեղ վարկյանը շատ կարեւոր է բուժօգնություն ցուցաբերելու համար եւ կարեւոր է որպեսզի մարդիկ հասկանան թե սա ինչ մասնագիտություն է, ինչ ենք մենք անում, այո, սա ռուտին հետազոտություն չի, սա տարեկան կանխարգելիչ բժշկական զննություն չի, այլ մենք աշխատում ենք բուժառուների հետ, որոնց կյանքը կախված է մազից եւ ցանկացած ոչ ճիշտ, անզգույշ կամ որևէ ուշացած, այո, նաև գործողություն կարող է անմիջականորեն ազդել մարդու կյանքի վրա եւ մեր բուժառուները վերակենդանացման բաժանմունքում արդեն այնպիսի սահմանային հատվածում են, որ մեկ սխալից այն կողմ արդեն մարդու կյանքը ավարտվում է, այսինքն մենք աշխատում ենք այն բուժառուների հետ, որոնք ցանկացած բանից կարող են մահանալ, որովհետեւ արդեն իսկ հիվանդությունը այն փուլում է, որ կյանքին վտանգ է սպառնում։ Հիմնական մենք աշխատում ենք այդ խումբ բուժառուների հետ, ընդ որում աշխատում ենք բոլոր համակարգերի, օրինակ եթե նյարդաբանը աշխատում է նյարդային համակարգի խնդիրների հետ կապված, ինչ խոսք, բոլոր մասնագիտություններն էլ դրանք մուլտիդիսցիպլինար են եւ կարող են նաեւ այլ օրգան համակարգի հիվանդությունը անդրադառնալ նյարդայինի վրա, մեր պարագայում բոլոր մասնագիտությունների բարդ դեպքերը, որոնք որ արդեն կյանքին վտանգ են սպառնում, դա կլինի նյարդաբանություն, դա կլինի գաստրոենտերոլոգիա, դա կլինի ալերգոլոգիա, դա կլինի սրտաբանություն մի քիչ առանձնացված կարդիոռեանիմացիան է, բայց եւս առնչվում է մեզ հետ իհարկե, եւ վիրաբուժության բոլոր ճյուղերի բարդությունները, սկսած մանկաբարձագինեկոլոգիական, վիրաբուժական այդ հատվածից մինչև
բանալ լեղապարկի հեռացման բարդությունները, որոնք առաջանում են եւս հոսպիտալացում են վերակենդանացման բաժանմունք եւ արդեն մենք աշխատում ենք, այսինքն մեր մասնագիտության տեր մասնագետը պարտավոր է իմանալ բժշկությունը այո, այից մինչև վերջ դրա համար ինքը համարվում է ամբողջ աշխարհում ամենաբարդ, վերացող մասնագիտական տեսակներից քիչ ընտրվող, իհարկե, քիչ ընտրվող, որովհետև հիմա երիտասարդներն էլ, ուսանողներն էլ, երբ որ խոսում ենք, երբ որ մենք ընտրում ենք մեր ժամանակ մասնագիտությունը, շատ ավելի կարևոր էր ամբիցիան, որպեսզի մենք լինենք օրինակ ես այդպես էի միշտ մտածում, ես պետք է լինեմ ամենակրթվածը, ամենագիտակը, ես իմանամ, բոլոր օրգան համակարգերին տիրապետեմ։ Հիմա երիտասարդները ավելի փորձում են հեշտ ուղով գնալ, հեշտ ճանապարհով գնալ, որպեսզի ավելի արագ եւ շուտ սկսեն գումար վաստակել, ինչ խոսք մեր մասնագիտությունը ընտրելուց գումարը եսին որերորդ տեղում է, այստեղ անverջ պետք է սովորես, կրթվես, հենց բժշկության մեջ բոլոր մասնագիտություններն են այդպես, բայց մերը առավել շեշտված է։ Դե ամեն դեպքում կոմերցիա քիչ կա, մարքեթինգ էստեղ քիչ կա, ուշադրություն գրավելու անհրաժեշտություն գրեթե չկա, ոչ ոք չի ուզում հայտնվել ռեանիմացիայում։ Հայկ, իսկ ինչ դուք կուզենայիք, որ քաղաքացիներն իմանային վերակենդանացման բաժնի մասին։ Գիտեք ինչու եմ հարցնում, որովհետև տեսեք, մենք հայտնվում ենք ոչ մեր կամքով, մենք քաղաքացիներս նկատի ունեմ բոլորից հեռու իհարկե, բայց նախապես խորհրդատվություն, համաձայնություն, այսինքն ոչինչ դուք մեզ չեք հարցնում եւ ոչինչ մենք ձեզ չենք հարցնում։ Կարծես այստեղ կապ ուղիղ չկա եւ ոնց որ խաթարված է, դու կարող ես նույնիսկ չիմանալ թե ով էր քո վերակենդանացման այդ պահի բժիշկը, բայց այնուամենայնիվ ես գիտեմ, որ դուք շատ կարևորում եք այսպիսի հանրային ելույթները, իրազեկումը, գիտելիքի փոխանցումը։ Ինչ տարբերություն, մենք ինչ կիմանանք եւ ինչ չենք իմանա։ Նախ իմանալ չիմանալը մի կողմ մի երկու բան կուզեի ասել, որ մեր մասնագիտության մեջ դժբախտաբար բուժառուն ի վիճակի չէ, չէ կարողանում ընտրել իր բուժող բժշկի։ Սկսենք այդտեղից։ Երկրորդը, երբ որ մարդու կյանքին վտանգ է սպառնում եւ բուժառուի առողջությունը գտնում է կրիտիկական վիճակում, դա անհետաձգելի բուժօգնության ամենաառաջին պայմաններից է, որ բուժառուն պարտավոր է հոսպիտալացվել, այսինքն շտաբ բուժօգնության բժիշկը պարտավոր է բուժառունին հոսպիտալացնել մոտակա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը, անկախ այդ բաժանմունքի ծանրաբեռնվածությունից, մահճակալային ռեզերվից, որովհետեւ ինչպես նշեցի, վարքյանները նույնիսկ շատ կարևոր են եւ երբեմն բուժառուին հասցնում են բժշկական հաստատություն անգիտակից վիճակում, չկա որևէ ուղեկցող, որը գոնե մի քանի տեղեկատվություն կտար, բուժառուի առողջական վիճակի մասին եւ այստեղ մնում ենք մենք բուժառուն եւ մեր լաբորատոր գործիքային հետազոտությունների եւ մենք պարտավոր ենք շատ արագ կողմնորոշվել, շատ արագ համապատասխան բուժօգնությունը ցուցաբերել եւ ամեն ինչ անել ավելի ճիշտ։ Դժբախտաբար մեր երկրում դեռևս չկան օրինակ տարբերանշաններ, թևնոցներ, օրինակ Եվրոպայում, Ամերիկայում դիաբետիկներ ունեն իրանց թևնոցները, ալերգիկներ ունեն, նույնիսկ գրված է վրան թե ինչից ալերգիա ունի, ինչ ունի, որը քիչ թե շատ այնքան բարդ է այդ հատվածը, երբ որ բուժառունի վիճակի չի պատմել իր կյանքի կամ հիվանդության անամնեզը եւ այդ մինիմալ փոքր բաները եւս կարող են օգնել մասնագետին։ Դժբախտաբար մենք դեռևս այդ փուլում չենք Հայաստանի Հանրապետություն, բայց դժվարությունները իրենից ներկայացնում, կապված է մեծ ծախսերի, կազմակերպչական հմտությունների հետ, թե բացառապես կազմակերպչական հարց է եւ մի քիչ պատասխանատվության եւ մի փոքր մենք էլ ունենք նաեւ ազգային մենտալիտետի խնդիր, ինչի ես թերնոց դնեմ, որ կողքի մարդը իմանա, որ ես էպիլեպսիա ունեմ, օրինակ, բայց էպիլեպսիկը կարող է փոխոցում, ասենք, ցնցում ունենալ, անգիտակից վիճակում հասցնել, ուղեկցող չկա եւ մենք ընդունում ենք անգիտակից հիվանդ։ Ընդ որում անգիտակից ինքը պարզապես էպիլեպսիայի հետ ցնցումային քունն է, ինքը արթնանալու է եւ էական որևէ բան չկա, բայց այստեղ էլի ամեն ինչ մնում է բժշկի վրա եւ բժշկի գիտելիքները, փորձը, արագ կողմնորոշվելը, այդ բժշկական հոտառությունը, շատ բաներ այստեղ շատ կարևոր են մեր մասնագիտության։ Դուք հիմա նշեցիք շատ մարդկային գործոնի հետ կապված երևույթներ եւ ես հիշեցի հարցերից մեկը, պատկերացրեք այսօր AI-ն այնպիսի տեղեկություն է տրամադրում, որ անգամ պրակտիկ բժիշկը այդքան չի կարող իմանալ, չգիտեմ, դա լավ է թե սարսափելի, կուզեի այս հարցին անդրադառնալ հենց թվային տեխնոլոգիաների սրընթաց շատ բարձր զարգացման հետ։ Դուք ինչպես եք վերաբերվում այս երևույթ
IT-ին, ինչպես եք համագործակցում արհեստական բանականության հետ, այն օգնում է ձեզ թե խանգարում է, մի քիչ կիսվեք ձեր փորձով։ Ես բացառապես դրական եմ վերաբերում ցանկացած տեխնոլոգիական առաջընթացին եւ առաջխաղացմանը։ Դուք լավատես բժիշկներից եք, շատերը վատ են վերաբերվում։ Այո, բայց միշտ կրկնել եմ եւ ասում եմ, որ կան մասնագիտություններ, որոնք կապված են մարդկային ապրումակցման հետ, հա, այսինքն մենք աշխատում ենք մարդու հետ, մենք չենք աշխատում համակարգչի կամ, հա, երբեմն դատաբազայի հետ։ Իհարկե, այո, կարող է իմանա ինչ որ մի բանի նորմայի ցուցանիշ օրինակ կամ մի վերջին հետազոտություն, որը կատարվել է ինչ որ X երկրում, որից ներկա պահին ես տեղյակ չեմ, բայց նույն բուժառուն, որ կարծում է, որ ինքը կարող է AI-ին փոխանցի իր տվյալները, անալիզի պատասխանները, հա, լաբորատոր հետազոտությունների եւ AI-ը իրան բուժում կնշանակի, ընդհանրապես դա այդպես չի, ընդհանրապես, որովհետեւ բուժառուն երբեք ինքը չի կարող իրան զննել, չէ՞։ Իսկ երբեմն բուժառուն գալիս է դու բուժառուի մաշկի գույնի, ցանի էլեմենտի շատ մանրուքի մեջ մի այնպիսի բան ես տեսնում, որը երբեք որևէ AI ոչ զգալու է, ոչ հասկանալու է։ Շատ կարևոր է բժշկի ու բուժառուի շփումը, հա, ես միշտ երիտասարդ բժիշկներին ասում եմ, որ հատկապես վերակենդանացման բաժանմունքում ուղղակի չի, որ բուժառուին ամբողջությամբ մերկացնում ենք, ամբողջ մաշկային ծածկույթները զննում ենք, ենթամաշկային ավշահանգույցներ, այդ ամեն ինչի ինֆորմացիա է տալիս մեզ բուժառուի մասին, որը որևէ AI չի կարող փոխարինել, բայց ինչ խոսք արհեստական ինտելեկտը, արհեստական բանականությունը ինքը, այո, շատ կարևոր է եւ մենք եւս օգտագործում ենք եւ դրանք օգտագործում են մեր սարքերի մեջ, մեր ներքին սիստեմաների, այսինքն մենք ունենք սարքեր, որոնք տարբեր սերնդների են, այսինքն մենք ունենք օրինակ թոքերի արհեստական շնչառության սարք, որը բացի իր հիմնական շնչական ֆունկցիան իրականացնելուց նաև կատարում է այդ մարդու շնչուղիները, այսինքն շնչական ամբողջ ֆունկցիայի գնահատում եւ ըստ այդ գնահատման նույնիսկ եզրահանգումներ է անում որոշակի ուժեն հուշելով սարքի վրա, մեզ թե ինչ է կատարվում, օրինակ երբ կարող սարքը գրել, որ գիտեք, ուղղակի խողովակն է անջատվել, ոչ թե այս մարդը չի շնչում, այսինքն մանրամասներ եւ այո, դա մեզ օգնում է, բայց միևնույն ժամանակ ես միշտ իմ կարծիքին եմ մնում, ինչքան այդ օգնող գործիքները տրվում են մեզ, այդքան անձի լոգիկ մտածելակերպը սկսվում է ատրոֆիայի ենթարկվել։ Այսինքն ինչքան մարդը գտնում է արագ հարցի լուծման ճանապարհը, այդքան ինքը ավելի պրպտելու, այդ գործիքը ոնց է մեր մոտ ծուլացնում է։ Ինչպես եք պայքարում դրա դեմ։ Փորձում եք ավելի շատ պահպանել ձեր ինքներիցը։ Ես ինձ մի քիչ ավելի հին սերնդի եմ համարում։ Ես ավելի օգտագործում եմ AI-ը շատ հստակ, կոնկրետ, այսինքն նույնիսկ եթե հարց ունեմ AI-ին, ես հստակ ձևակերպում եմ հարցը շատ, ասենք կոնկրետ, ասենք կա այդ արդյոք որևէ նոր հետազոտություն է, ինչ բանի մասով, հա։ Ավելի այդպես, բայց միևնույնն է, բժշկությունը դարերով միշտ եղել է եւ ինքը չի կարող որևէ պարագայում արհեստական բանականությունը փոխարինել օրինակ բժշկությանը, կատարողական արվեստին, հա, որևէ կերպ մենք կարող է օպերա բեմադրեն AI-ով, չգիտեմ, 3D իլյուստրացիա լինի, բայց բնությունից տրված մարդկային ձայնին երբեք չի փոխարինելու։ Հիմա փորձում են իդեպ երգեր, արտիստներ կան AI-ով, տեսել եմ, բայց այդ մարդկային ձայնի հուզմունքի էլեմենտը որևէ AI, որ մենք տեսնում զգում փշակախում ենք, ես չեմ կարծում, որ մենք երբևէ դա AI-ից ստանալու ենք։ Լավ, ես միանշանակ համամիտ եմ, մենք հետաքրքիր հարց ունենք վերակենդանացման բաժնում ձեռնարկվող առաջին քայլերի վերաբերյալ, ամենահաճախը որ քայլերն եք միանգամից ձեռնարկում եւ այստեղ գրողը նշում է, որ օրինակ շատ հայտնի բժշկական սերիալներում ստանդարտ ինչ որ պատկերներ ենք մենք տեսնում եւ արդյոք իրար հետ համընկնում են իրականությունը եւ այս ֆիլմերում, չեմ Դոկտոր Հաուսը կլինի, թե Բալնիցա Պիտ ռուսերենով է շատ հայտնի, այստեղ իրականությունը մոտ է։ Կան ֆիլմեր, որտեղ որ բավականին մոտ է եւ բավականին լուրջ նկարված են, այո, երբ որ ֆիլմը ավարտվում է, վերջում ասեն գրվում են կոնսուլտանտների ցանկը, թե ինստիտուտ մասնագիտական առումով ովքեր են կոնսուլտանտ, հա, բավականին մոտ է, այո, ըստ էության, բայց կան երբեմն ֆիլմեր, որ այնքան ակնառու
սխալ բժշկական ինչ-որ բաներ են ներկայացվում, Դուք տեսնում եք, չէ՞, դա։ Հա, տեսնում եք, սովորաբար ես չեմ սիրում այդ կարգի ֆիլմերն, այլ իրանք շատ ավելի ուսանողական են, ավելի ոչ բժշկական կրթության մարդկանց են հետաքրքիր, որտեղ երբեմն նույնիսկ նյարդայնանում եմ նույն Դոկտոր Հաուսը նայելուց, երբ որ ինչ որ մի պաթոլոգիայի մասին է խոսքը, արդեն իսկ պարզ է թե ինչ է, բայց իրանք փորձում են ավելի գեղարվեստական դարձնել, այսինքն սրել, չափազանցնել։ Այո, հետո տարբեր սիմպտոմոկոմպլեքսների, տարբեր հիվանդությունների հետ համեմատելով փորձում են ավելի հետաքրքրացնել ֆիլմը, դա եկեք չմոռանանք, որ դրանք ընդհանրապես գեղարվեստական ֆիլմեր են։ Իսկ ճիշտ է արդյոք, որ առաջին քայլերը վերակենդանացման բաժնում ուղղված են սրտին։ Այ մենք սա միշտ Առաջին տեսնում ենք։ քայլերը վերակենդանացման բաժանմունքում ինչի են ուղղված սրտին, որովհետև մարդու կյանքը ավարտվում է եւ սկսվում է սրտի բաբախով, հա։ Լավ, սա փաստորեն ճիշտ է, իրականության Իհարկե, այսինքն մենք մահը արձանագրում ենք սրտի կանգից հետո եւ ցանկացած մեր գործողություն կրիտիկական իրավիճակում ուղղված է կենսական կարևոր օրգան համակարգերի, այսինքն սրտանոթային եւ շնչական համակարգի կայունության պահպանմանը, որոնց արդյունքում մնացած բոլոր օրգանները, ներառել գլխուղեղը, որը նաև ամենակարևոր օրգանն է, գլխուղեղին թթվածնի մատակարարումը։ Ողջ մեր առաջին փուլում դա է, որովհետև մենք ունենք գործելակարգերը շատ ավելի մեր մոտ են, որովհետև այստեղ շատ կարևոր է կենսական կարևոր օրգան համակարգերի ֆունկցիաները պահպանելը, որից հետո արդեն հասկանալ ինչից ենք մենք եկել եւ հասել այս փուլին։ Հա Վերջից հետ է գնում սկիզբ ոնց։ Այո, ես միշտ այդ օրինակը բերում ասում եմ, որ մենք մտնում ենք սենյակ եւ ուղղակի հասկանում ենք, որ մեր տանը լույս չկա, մենք այդ բան չենք մտածում, տեսնես ինչի լույս չկա։ Առաջինը փորձում ենք լուսավորել ձեռքի տակ եղած միջոցով, հա, այսինքն եթե մարդու մոտ սրտի կանգա, մենք պարտավոր ենք փոխարինել, հա, այսինքն սրտի պոմպային ֆունկցիան եւ կատարել միջոցառումներ, որպեսզի սիրտը սկսի նորից աշխատել, որպեսզի ներքին օրգանները ստանան արնակ մատակարարում, նոր որից հետո արդեն իհարկե եթե ակնառու պատճառ չկա, օրինակ սրտի կանգի, այսինքն դա վթար է կամ ինչ որ բան է։ Դրա համար այո, սկզբնական շրջանում կթվա թե գործողությունների շարքը նույնն են, բայց շատ կարեւոր են եւ դրանք, ասենք, 1 րոպեվա ընթացքում ենք պարտավոր ենք ապահովել կայուն երակային մուտք, սրտի աշխատանքի մոնիտորինգ, շնչառություն եւ որը որ բացակայում է արդեն փոխարինել եւ պրոթեզավորել։ Իսկ այս սրտից հետո հաջորդ ամենակարևոր օրգան համակարգը որն է, որ դուք այս սա կարգավորեցիք եւ բոլոր ուժերը սկսում եք ուղղել դեպի դա։ Օրգանը, տեսեք, այստեղ ես միշտ ասում եմ, շատ կարևոր սիրտ թոքային կոմպլեքսի աշխատանքը, այսինքն սիրտը աշխատի իր պոմպային ֆունկցիան կատարի, որպեսզի արյունը հասնի օրգաններին եւ շնչական համակարգը գործի, որպեսզի արյունը օքսիգենացնի, այսինքն թթվածինը, հա, ներշնչված գազային խառնուրդից անցնի արյան մեջ եւ ամենախոցելի, ամենանուրբ, օրգանը դա գլխուղեղն է, որը 4-ից 6 րոպե թթվածին չստանալուց հետո սրտի կանգից, հա, սկսում է, այսինքն բջիջները մահանում են եւ գլխուղեղի բջիջները չեն վերականգնվում։ Նույնիսկ եթե մենք մի քիչ ուշ վերականգնեցինք սրտի աշխատանքը, մենք կարող ենք ունենալ բուժառու, որի օրինակ գլխուղեղի կեղևային հատվածը արդեն բջիջները մահացած են եւ հետագա կյանքի ընթացքում ինքը կարող է մնալ ցմահ անգիտակից վիճակում կոմայի մեջ, օրինակ, եւ մենք բազում դեպքեր ենք տենց լսում։ Հաջորդ հետաքրքիր հարցը, սա իհարկե միայն ձեր կարծիքն ենք այստեղ լսելու, ոչ հանրապետական վիճակագրություն, գոհ եք արդյոք շտապօգնության աշխատանքից։ Կարող եք մի քանի լավ, մի քանի թերի լինելով ինքս շատ պահանջկոտ ցանկացած հարցում, ես կյանքում ունեմ սկզբունք կամ ինչ-որ մի բանը պետք է անել շատ լավ կամ ընդհանրապես չանել, հետեւաբար կարճ կպատասխանեմ, որ ոչ գոհ չեմ, բայց անկեղծ ես չեմ վախում եւ չեմ ամաչում դրա մասին, դե անուններ չենք տալիս եւ չէ, բայց ունենք միանշանակ շատ մեծ դրական տեղաշարժ եւ ես նայում եմ եւ հասկանում եմ, որ այդ տեղաշարժը դեպի դրականն է գնում, այսինքն բացասական չենք գնում։ Պարզ բան բերեմ, առանց վիրավորելու բոլորս էլ մեծանում ենք, բայց կան մասնագիտություններ, որոնք որ ավելի երիտասարդներինն են, քան թե օրինակ ես հիմա չեմ պատկերացնում ինձ աշխատելուց շտապօգնությունը, ոչ թե չեմ պատկերացնում գիտելիքներ առնով զուտ ֆիզիկական, հա, էլ չեք գնա, բնականաբար եւ տեսնում եմ միտում, որ ավելի երիտասարդներ են մեր շտապօգնությունում աշխատում, ընտրվում են երիտասարդներ, որոնք հենց մեր մասնագիտության, օրինակ ռեզիդենտներ են, հետդիպլոմային ուսուցման փուլում ամբիցիոզ բժիշկների եմ տեսնում շտապօգնության, որոնք շատ ուրախացնում են, որովհետև նրանք են ինչ որ բան փոխող, նրանք են պահանջելու, հա,
տեխնիկական հագեցվածության մասով որոշակի դրական տեղաշարժ ունենք շտապօգնության ծառայության մեջ, դրական տեղաշարժ կա, բայց դեռևս չենք հասել այն իդեալական կատարելությանը, որը որ կուզեի տեսնել։ Լավ, այսքանով վերակենդանացման մասը հանգիստ թողնենք եւ արագանցնենք նաեւ անեսթեզիային, նույնինքը իդեպ ցավազրկումն է, թե անզգայացումն է։ Անզգայացում, անեսթեզիա, ցավազրկումը անալգեզիան է, հա, եթե ասենք տերմինների լատիներեն, հա։ Տարբեր ենք, ինչ ոչ։ Անեսթեզիայի ամբողջ իմաստը դրա բոլոր տեսակի զգացողությունների վերածումն է միջամտության, հիմնականում վիրահատական միջամտության ժամանակ, այսինքն բացելով որովայնի խոռոչը, աշխատելով խոռոչավոր օրգանների հետ, անեսթեզիոլոգը ունի շատ կարևոր գերխնդիր ապահովել adekvat ցավազրկում, որտեղ մենք ունենք նյարդային համակարգի տեսակներ, հա, օրինակ վեգետատիվ նյարդային համակարգը, որը որ մեր կառավարությունից որպես այդ կառավարելուց որպես այդպեսին դուրս է եւ զուտ օրինակ հա ցավի ժամանակ հաճախասրտություն, ճնշման բարձրացում եւ բոլոր այդ ներքին օրգաններում տեղի ունեցող փոփոխությունների համար պատասխանատու է վեգետատիվ նյարդային համակարգ եւ մենք պարտավոր ենք ցավազրկումը ապահովել այնպիսի մակարդակով, որպեսզի սրտանոթային համակարգ եւ ներքին օրգանների աշխատանքը մնա կայուն, միևնույն ժամանակ մարդը որևէ զգացողություն, ցավային կամ այլ բան չունենա եւ շատ սահմանային այդ իմ ասացի թերապևտիկ սահմանները շատ նեղ են։ Մի փոքր այս կողմ մենք կարող ենք գերդոզավորում առաջացնել եւ մենք ինքներս առաջացնենք օրինակ սրտի կանգ կամ այլ բարդություններ։ Լավ, մի այսպիսի հարց, որը մեր գրառման ներքո էլ հայտնվեց, արդյոք դեղորայքը հենց բուն անեսթեզիայի համար նախատեսված դեղորայքը տեսակներ է ունենում եւ քանի որ դուք շատ վաղուց եք ոլորտում ու նաեւ պատմական ակնարկներին եք տիրապետում, զարգացում ապրում են այդ նյութերը, որով արվում է հենց։ Դե հին երևույթ է անեսթեզիան, չէ՞ արդեն։ Ну, հին ասելով հին երևույթ է, բայց բժշկագիտության մեջ կարելի ասել երիտասարդներից է։ Անզգայացումը զարգացել է այն ժամանակ, երբ սկսել է զարգանալ վիրաբուժությունը։ Եվ երբ որ մենք նայում ենք հա անզգայացման պատմությունը, ինչերով են անզգայացումներ արել հին ժամանակ, տրամաբանությունը նույնն է եղել։ Լրիվ նույնն է եղել, գիտակցություն, հասկացել են մարդիկ ինչ պետք է անեն, չի բացառվում, որ մի քանի 100 տարի հետո մեր անզգայացման մեթոդները լինեն ծիծաղելի ինչ որ մի մասնագետի համար։ Կարծում եք, որ այդպեսի միտումել է հնարավոր։ Ну չէ, բնականաբար այդքան չէ, բայց հա, ինչ վերաբերում է դեղամիջոցներին, անզգայացման դեղամիջոց ազգայցումը այդքան էլ པարզ չի, ինչի եմ ես միշտ ուրախանում, որ կանչում եք մեզ լուսաբանելու, որովհետև բնակչության մեջ նարկոզը ինչ է, բուժքույրը գալիս է, դեղը սրսկում է, քնում է, բացարձակ այդպես չի, ընդհանրապես այդպես չի, ամեն ինչ այդքան էլ པարզ չի, ոնց որ պատկերացնում են, դա մի դեղ չի, որը սրսկում են երակից, այսինքն ընդհանուր ազգայացումը, եթե մենք վերցնենք, առնվազն 3 խումբ դեղամիջոց է կիրառվում ընդհանուր ազգայացման ժամանակ եւ ամեն դեղամիջոցի տարատեսակներ, ենթատեսակներ կամ որի ինտրուդցիոնը կատարում է անեսթեզիոլոգը, ելնելով բուժառուի բոլոր օրգան համակարգերի վիճակները հաշվի առնելով, տարիքը հաշվի առնելով, օրինակ ինչ աշճանի սրտային անբավարարություն ունի այդ բուժառուն, ինչքան է կոմպենսացված, այսինքն ինչքանով է հիվանդությունը հիմա ավելի հավաք վիճակում գտնվում, հա Եվ դեղորայքի մասով բնականաբար ինչպես ամեն ինչն է էվոլյուցիա ապրում, հետեւաբար նաև մեր դեղորայքը, մեր դեղամիջոցները, այսինքն անverջ ստեղծվում են դեղամիջոցների նոր տեսակներ, ավելի մշակված տեսակներ, այսինքն դեղի ածանցյալներ են ստեղծվում, որոնք որ ավելի կառավարելի են դարձնում ընդհանուր կամ հա անցկացման այդ տեսակները եւ բարեբախտաբար հիմա շատ նաև կիրառվում են, մենք գիտենք բուժառուի տեսանկյունից շատ հաճելի է քնել, արթնանալ եւ վիրատությունը ավարտվել է, բայց ընդհանուր անզգայացումը քնել արթնանալով ամենաբարդ անզգայացման տեսակն է։ Ընդհանուր ազգայացում։ Ընդհանուրը փաստորեն ամենաբարդ եւ ամենաբարձր մահացությամբ ազգայացման տեսակն է, որովհետեւ բանալ շնչուղիների հետ աշխատելուց, որը տեխնիկական մասնագետի ձեռքի հնարքներից կախված, բուժառուի վերին շնչուղիների անատոմիական առանձնահատկություններից կախված, դեղով էլ պայմանավորված կարող է չլինել, մենք կարող ենք չկարողանալ ապահովել վերին շնչուղիների անցանելիությունը օրինակ եւ ունենանք բուժառուի մահը։ Եվ բարեբախտաբար, ինչպես նշեցի, վերջին ժամանակաշրջանում
շրջանում շատ ավելի Հայաստանի Հանրապետությունում եւս, ամբողջ աշխարհում վաղուց էր դա, տեղային հաղորդչական ազգայացման տեսակներն են ավելի գնալով զարգանում եւ մեր երիտասարդ սերունդը ավելի սկսում է տիրապետել, այո, այսինքն վերին վերջույթի վրա վիրահատության ժամանակ կարելի է կատարել հյուսակի օրինակ պաշարում տեղային անեստետիկով, որի արդյունքում ընդհանուր ազգայացում այլևս չենք կիրառում, վերջույթը ազգայանում է այն մակարդակի, որ վիրաբույժը կարողանում է լրիվ կոմֆորտ զոնայում աշխատել եւ նաեւ այդ հարցն էլ կարող ենք լուծել, կատարել օրինակ ներերակային սեդացիան, ներերակային դեղամիջոցով քուն ապահովել, որը ընդհանուր ազգայնացման այն բարդությունները չի որպես այդպիսին եւ ելի բուժառուն չտեսնի, չլսի վիրահատանում կատարվող իրադարձությունները, բայց անվտանգության տեսանկյունից ազգայնացման այս տեսակը մի քանի անգամ ավելի անվտանգ է, քան թե ընդհանուր ազգայացումը, որի ժամանակ կատարում ենք օրինակ վենի շնչուղիների անցանելիություն ենք ապրում եւ թոքերաստական վենտիլյացիա ենք իրականացնում։ Բայց իրականում կարծում եմ կհամաձայնեք, որ շատերը պահանջում են, խնդրում են, աղերսում են ընդհանուր ազգայացում, ես չեմ ուզում տեսնել, զգալ եւ այլն, ինձ ձեր նշած ավելի հեշտ է քնել եւ զարթնել, այս դեպքերում ինչ եք անում, համոզում եք, թե ստորագրում եք շատ կարեւոր է անեստեզիոլոգի նկատմամբ ունեցած վստահությունը։ Իսկ վստահությունը ձեռքաբերվում մեր խոսքով, մեր ցույց տված գիտելիքներով, հա, եթե 10 րոպե ավել ժամանակ ծախսենք եւ բուժառուին այս ամեն ինչը բացատրենք, որ մենք կարող ենք այս մեթոդով իրականացնել, դուք էլի չեք տեսնի, էլի չեք զգա, բայց մի քանի անգամ ավելի քիչ բարդությունների հավանականությամբ ազգայացումը, իսկ ազգայացման ժամանակ բարդություն ասվածը մեծ տոկոս դեպքերում դա բուժառուի մահն է։ Այսինքն ազգայացման բարդությունը որպես այդպեսին դա տգեղ սպիչի, որը մաշկի վրա է մնալու, հա մեր բարդությունը հիմնականում դա մահն է, որը որ երբ որ ճիշտ բացատրվի, կարծում եմ խելամիտ մարդը ընտրում է քիչ վտանգների հավանականությամբ ազգայացման տեսակ։ Հնարավոր է, որ մենք ունենանք մի ժամանակաշրջան, երբ ընդհանրապես բժշկությունը կհրաժարվի ընդհանուր ազգայացումից։ Չէ՞ որ միշտ էլ ինչ որ մի հատվածում են աշխատում բժիշկները, այնպես չի որ ամբողջ օրգանիզմում։ Այո, իմ կարծիքով որովհետև ազգայացումը ինքը շատ արագ զարգացող գիտություն է, որպես այդպեսին, սակայն ընդհանուր ազգայացումը շարունակում է մնալ իր տեսակի մեջ անփոխարինելի որպես այդպեսին, որտեվ հա բարձ օրինակ բերեմ, օրինակ բազմակի կամ զուգակցված վնասվածքների ազգայացումը, երբ օրինակ ընդունում ենք օրինակ վթարով բուժառու, ունենք ստորին վերջույթների վնասվածք, ունենք շոկ, ունենք արնահոսություն, ունենք սակավարյունություն, ունենք փայծախի պատրվածք, ունենք լարդի պատրվածք, ունենք թոքի վնասում, անհնար է այս բուժառուին ազգայացման որևէ այլ տեսակ քան թե ընդհանուր ազգայացումը։ Եվ վերջին անընդհատ կրկնվող հարցը հնչեցնեմ ռեանիմատոլոգ եւ անեստեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանի համար, որովհետեւ ալերգիա բառը այստեղ զետեղված է, այո։ Հնարավոր է արդյոք հաճախ կամ կյանքում մի քանի անգամ արվող ընդհանուր ազգայացումից ինտելեկտուալ, մտավոր հիշողության խնդիրներ եւ որքան հաճախ են հանդիպում հենց այն դասական ծանր ալերգիկ ռեակցիաները նարկոզից հարցը։ Բարեբախտաբար ալերգիայի տեսանկյունից, այսինքն դեղորայքային անտանելիության տեսանկյունից մեր դեղամիջոցներից շատ ավելի քչերից են լինում ալերգիկ ռեակցիաներ, այստեղ եւս էլի շատ կարեւոր է անեստեզիոլոգի գրագիտությունը, ճիշտ անամնեզի հավաքագրումը, որովհետեւ ունենք դեղամիջոցներ, որոնց մեջ օրինակ կա ձվի լեսիցին, հա, այսինքն նյութ, որը հավի ձվի մեջ է, որը վտանգավոր է։ Այո, այսինքն ձվի նկատմամբ, հավի ձվի նկատմամբ ունեցած անտանելիությունը արդեն մեզ հուշում է նրա մասին, որ ազգայացման ժամանակ այդ դեղամիջոցի կիրառությունից ցանկալի է զերծ մնալ, հա։ Բայց ընդհանուր առմամբ մեր դեղամիջոցները ավելի քիչ ալերգիկ են։ Ինչ վերաբերում է բարդություններին, այսինքն հիշողություն եւ մնացած բաներին, եթե չի առաջացել բարդություն ազգայացման ժամանակ, օրինակ գլխուեղը հիպոքսիայի չի ենթարկվել, թթվասնաքաղցի,
ապա որպես այդպեսին իրանք չեն Դա ազդում։ ավելի շատ փաստորեն Բարդության հետևանք է, քան թե ոչ թե դեղամիջոցների կամ անզգայացման։ Լավ, շնորհակալություն, էլի եւս 30 րոպե կարող ենք զրուցել, սա անվերջանալի թեմա է, բայց կարծում եմ ինչ պետք է իմանալ, մենք ամենակարևոր դրվագներին անդրադարձանք բժիշկ ռեանիմատոլոգ, անեսթեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանի հետ, կարծում եմ անպայման էլի կհանդիպենք դեռ, եւ ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։